Բարև ձեզ, մենք շարունակում ենք մեր զրույցները, այսօր կխոսեմ հիմնականում Թորոսը, իսկ իմ քաղաքական վիդեոները, հայացքները, որ անցած անգամ խոսացինք, հետաքրքիր է, կարող է նաև YouTube-ան ալիքում, էթնոպորտալ մեր ալիքն է, որտեղ մենք կդնենք նաև մեր վիդեոները, հղումը կտեղադրենք վերջում։ Եվ այսպես Թորոս, դուք ասացիք, որ անցած անգամ կիսատ մնացած թեմաներ ունեք, ուզենայիք վերջացնեիք, խնդրեմ։ Այո, Մարնա ջան, ուզում եմ ամփոփել այդ անցած թեմաները, ուղղակի որոշ մարդկանց հետ հանդիպելուց զրուցելուց ես հասկացա, որ շատ բաներ մարդիկ չեն հասկացել, իհարկե մեղավորը ես եմ շատ խառն եմ խոսում։ Մի քիչ բարձր, եթե կարելի է։ Շատ խառն եմ խոսում, շատ հեղեղուկ, ասել մարդկանց, որ դա նրանից է, որ իմ մտքերը ավելի արագ են, քան խոսքս, ու այդ ձև աստացում, շատ արագ ես մտածում, խոսքը մի քիչ հեղեղուկ աստացում, նույնը հակառակ բանն է դա, ասենք, երբ մարդիկ կան, որ շատ անդաղ է մտածում, նրանք էլ արդեն միտքը խոսքին չի բանանում, հետևաբար մի բան ասեմ, սա հավաքան հետ կապ չունի, մարդիկ միշտ մտածում են, որ լավ ռետորական զիրք ունեցող մարդիկ, շատ ծաղուն խոսք ունեցող մարդիկ, դա խելքի նշան չէ, ամիջակության նշան է ասել իմ համար։ Երբ որ շատ գիտես, մեկ դժվար է արտահայտել գիտեմ։ Իսկ երբ միտքը շատ արագ է աշխատում, խոսքը հետևից չի ասնում, արդյունքում ստացվում է ինչ-որ ստացվում է։ Դե ես կփորձեմ հսկել ուրեմն ես։ Դրա համար ինձ որոշ հարցեր, օրինակ առաջի հարցը տվեցին, ես այնտեղ անդրադարձել եմ այդ Նանե Աստվածուհուն։ Մարդիկ չէին հասկացել, թե ես ինչու եմ այդ Նանե Աստվածուհուն կարելի կապել, ես նախ Նանե չեմ ասում, Նանի եմ ասում, թե ինչի Նանի է ասել այդ հաղորդման ժամանակ, թե ինչի Նանի, ես տարա կապեցի, ասենք անգլերեն նայն թվի հետ 9։ Բանն է, որ մեր նախների հավատքով ոչ միայն մարդն է դա միկրոկոսմ, այլ նաև ընտանիքը, որ սոցիումի բջիջն է, ինքն էլ է միկրոկոսմ, եւ այդ ընտանիքի մեջ ամեն մեկը ինքը նույնացվում էր ինչ-որ մի աստվածության հետ։ Հայրը եւ մայրը դա հայր աստվածություն եւ մայր աստվածությունն է, իսկ տանտատիկը պարաված մայրը ծերկինը նա Նանե Աստվածուհու հետ է նույնացվում, այսինքն նա Նանե Աստվածուհին օջախների հովանավոր աստվածուհին էր։ Դե մենք գիտենք տատիկները միշտ հովանավորում են։ Ես Նանի էին ասում տատիկի, Նանի շատ է։ Նանի, դրա համար հենց այդ աստվածուհանումը տատիկի Նանի են ասել, կամ Նանե, հիմա շատ ընդունված է, որ երբ այդ աստվածուհուն են հիշատակում, Նանե ձևով է հիշատակում, Նանե, բայց դա նույնն է, Նանի, Նանե, դա նույն բանն է։ Իսկ ինչ կապ ունի անգլերեն 9 թվի հետ, դա նույն բառն է, ու այդ թիվը, երբ որ հնչյունային կոդերի հետ բացելու այդ գեմատրիայի կանոններով բացում ես, 9 թիվ է ստացվում, ինչի 9, որովհետև 9-ը սրբազան թվաբանության մեջ վերջի ցիկլն է, վերջի թիվն է, որից հետո պրծնում է, իսկ ձեր մարդիկ դրանով ուզեցել են ասել, որ նա ծեր է, եւ կյանքի ծայրին է, ծեր բառն էլ հենց ծեր է նշել, կյանքի ծայրին գտնվող մարդկանց ծեր են ասել, այսինքն նրանք արդեն այդ վերջի ցիկլերն են, դրա համար Նանի է կոչվում, պապիկին ապի էին ասում, ապա նույնպես 9 թիվն է։ Այսինքն 9 թիվն է։ Այո, մեր բաներով կանոններով որ բացում եք, նորից 9 թիվն է, բայց այդ բացելը ասել ձեզ, թող ժողովուրդ իմանա, որ Հայաստանում այդ թվերը, բառերը բացելը, դրանց թվային բաները, համարժեքները բացելը ձևերը մենակ ես գիտեմ։ Շատ կան մարդիկ, որ հայտարարում որ իրեն գիտեն, բայց իրենք ընդհանրեն այդ տառերի համապատասխան թվերը դնում են, գումարում են իրար, ստանում են ինչ-որ մի թիվ, դա այդպես չի, դա լուրջ գիտություն է, այնտեղ կա, թե որտեղ պետք է թվերը գումարում են, որտեղ հանվեն, որտեղ մեր հնչյունները կան եւ բացասական հնչյուններ կան, դրական հնչյուններ կան, ջեզով հնչյուն դա շատ բարդ քրմական գիտություն է, մի խոսքով ամեն մարդ չէ, հիմա շարլատանները շատ են, ասենք իրենց ներկայացնում են, որ իբր թե գիտեն, բայց չէ ժողովուրդ ջան, եթե ձեզ այդ բաները կհետաքրքրի, ես Facebook-ում կամ ակտիվ եմ, կարող եք դիմել, ես մանրամասը բացատրեմ, թե ոնց է այդ բաները բացվում, ու այնպես չի, որ 1-2 հաղորդումով կարելի է բացել, դա նորից եմ ասում, դա մի ամբողջ գիտություն է։ Դա ինչ վերաբերում է Նանի, երկրորդը այնտեղ ինձ հարց եղավ, որ ինչ եմ ես Քրիստոսի ծնունդն ու հարությունը, մեռնող հարություն առնող Աստծու ծնունդն ու հարությունը տանում փակում լուսնի հետ։
որովհետև նա արևն էր, նորից եմ գտնում, այո, արևն էր, բայց այստեղ ուրիշ խնդիր է։ Նայած թե աստվածների որ գծով ենք, ես ասեցի, որ դա գալիս է, դա նախ շատ հին աստվածությունն է, այսինքն սովորական քրիստոնեությունը նշում է, որ Հիսուս Քրիստոսը իրական առաջին դարում Գալիլեայի հողի վրա քայլող մարդ աստված էր եւ այլն, բայց իրականում դա շատ հին պաշտամունք է, հին աստվածություն է եւ շատ հնում եղել է եւ այդ աստվածությունը նաեւ տարբերակներով է հանդես եկել ու այդ աստվածության հետ կապված այդ ցիկլերը տոները լուսնային ցիկլերով, այդ մենտոնի ցիկլը որ ասում են, այդ ցիկլերով են հաշվել։ Այո, մեր նախնիները, ասենք, արևի ցիկլները նույնպես հաշվել են, նույնպես տոնել են, օրինակ, ասենք, գարնանային ուրեմն արևադարձի օրը, ամառային, աշնանային, ձմեռային բոլորը կապված արևի պաշտամունքի հետ, բայց նաև Հիսուս Քրիստոսը որպես նորից արևի պաշտամունքի հետ կապ ունեցող աստվածություն, բայց իր ցիկլերը արդեն կապում էր լուսնային այդ բանի հետ։ Եվ ես դա շատ ավելի մանրամասն կարող եմ ապացուցել, հիմա ուղղակի ժամանակը չի ներում, մեր հաղորդման ֆորմատը այդպես չի։ Երրորդ բանը, որ մարդիկ չէին հասկացել, ինձ այդ հարցը տալիս էին, թե ինչու եմ ես հիշատակել այդ Սուքյասին։ Նախ Սուքյասը դա պատահական բան չի, Սուքյասը մեր եկեղեցու սրբերից է։ Սուքյասը նաև վրաց եկեղեցու սրբերից է, ինչքան գիտեմ, այսպես կոչված անկյունակարային ֆիգուրա մեր եկեղեցու դավանաբանության մեջ, այդպես ասեմ։ Իսկ ինչև ես հիշատակել Սուքյասի պատմությունը, ես այդ դիսոնանսը ասեցի, որ ոնց կարող էր ասենք Սուքյասը, որը ըստ մեր եկեղեցու առաջի դարի մարդ էր, առաջի դարի գործիչ, հանկարծ հայտնվում է Արտաշես արքայի, որը մեր թվականությունից առաջ երկրորդ դարի, երրորդ դարի, երկրորդ դարի այդ սահմանագլխին է հանդես գալիս, երկրորդ դարի սկզբներին։ Հիմա ոնց կարող է ձեր բան, դա դիսոնանս է, չէ՞, բայց ես դա ինչ եմ ասում, ինչի հիշատակեցի Սուքյասի պատմությունը, այն առումով, որ Հիսուս Քրիստոսի մասին լեգենդները եղել են նաև հայկական իրականության մեջ եւ շատ ավելի վաղ շրջանում կապված Արտաշես արքայի ժամանակների հետ։ Եվ այդ ժամանակվա այդ մարդը, որի մասին ես հիշատակեցի, որի անունը Քրիստոս էր, որը եւ ոսկի է նշանակում, դա հենց նույն Հիսուս Քրիստոսի նախատիպերից մեկն է։ Ու փաստորեն մենք տեսնում ենք, որ այս առասպելը հայ իրականության մեջ կա։ Եղել է դեռևս շատ ավելի վաղ, քան թե հրեական իրականության մեջ այդ առասպելը հորինվեց, թող քրիստոնյաները ինձ ներեն, բայց ես ինքս համոզված եմ, որ առաջի դարում Պաղեստինում ոչ մի Հիսուս Քրիստոս դա ուղղակի հորինված կա, որը նույնիսկ կապված այդ աստվածության պաշտամունքի հետ, պատահական չի, որ Ալեքսանդրիայում ապրող հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրացին ասում էր, չէ, ասում ինչա Հայաստանը սուրբ հող, ով ասեց, որ Հայաստանը սուրբ հող աստվածների երկիր է, մենք Աստծուն դբերենք մեր հողի վրա քայլեցնենք եւ մեր հողը դառնա ամբողջ մարդկության համար սուրբ հող, այլ ոչ թե հայոց հողը, դա այդ բանը կա, չէ, այդ պատմությունը։ Հետևաբար ու պատահական չի ոսկի, ես իդեպ այդ հարցն ինձ տվեցի, թե ոսկին ինչի տարակ կապեցի հսկաների հետ, ուրեմն ոսկ ասկ նույն արմատի վրա է կապված, եւ հսկա, եւ ասկը, Սորյանի ասկը, Դանիել Վարեժանի մոտ ունեն, չէ, Սորյանի ոսկին, միշտ ոսկին եւ ասը նույնացվել է։ Ու պատահական չի, որ հայոց լեզվի մեջ դրանք բոլոր նույն արմատի վրա են կապվում, եւ հսկա բառը նույնպես այդ նույն արմատի վրա է կապվում, հիմա կասեք, դա ինչ կապ ուներ այդ հսկան բանի ոսկու հետ, նույն այդ 10 թեշեվա աստծու ճյուղը, որ Հիսուս Քրիստոսի ճյուղի վրա է ես տեղավորում, այլ ոչ թե Սիուն Շիրինի ճյուղի մի հետների վրա, հենց դրա համար է, դա հսկաների մենք գիտենք, որ մեր պատմության մեջ նաև օրինացում ընդմոտ կա, որ հայկին հսկա է համարում եւ այլն։ Այսինքն այդ քրքիչը, որը նաև հսկա էր, նույնիսկ ապոկրիֆային բաներ կան,
տեքստեր կան, որոնք չեն մտել Աստվածաշնչի մեջ, բայց այնտեղ Հիսուս Քրիստոսը եւ հարություն առած իր բանից այդ գերեզմանից դուրս է գալիս, իր դամբարանից, ինքն էլ հսկա է եւ այլն, որ այդ նորից այդ ամեն ինչ գնում կապվում այդ հին, շատ հին ժամանակների կոդերի հետ, որտեղ բոլոր այդ կրոնական այդ սակրալ նշանակության բառերը պարտադիր կերպով կառուցվել են այն կոդերի վրա, որոնք որ համապատասխանել են այդ աստվածության, ուրեմն տիեզերական, կոսմոգոնիական այդ խրերի եւ այլն այդ չափումների Շտկեցի, ինչքան նշում եմ, այս թեմաներով ինձ հարցեր եկավ, կարծում եմ ես այդ բաներով շտկեցի։ Դե լավ է, հուսով հիմա հասկանալի է, ինչ հասկանալի է, կարող ենք անցնել բունա, ես կուզենայի դուք մի քիչ լույս սփռեիք այդ հնչյունային կոդերի վրա, լայն լսարանին մարդիկ պատկերացություն են, ես հասկանում եմ, դա շատ մեծ թեմա է այսպես պատասխանելու այդ հարցի։ Մարինա ջան, ասեմ, հնչյունային կոդերի թեման, դա հսկայական թեմա է, որ ես մի քանի հաղորդում անենք Իլիչերիկի, բայց ես մի քանի հաղորդումների ժամանակ այդ հարցերը ինձ տվել են, ես մոտավորապես պատասխանել եմ։ Այն լեզվաբանությունը, որ մարդկանց հիմա սովորեցնում է, որ լեզուն ինչ-որ ինքն իրեն ստեղծվել է էվոլյուցիայի արդյունքում, այդ ամեն ինչ հիմարություն է։ Լեզուն որպես համակարգ, աշխարհընկալման կատարյալ համակարգ, ճիշտ լեզուն, տրվել է մարդկության, արդեն պատրաստի։ Դա է կոդերի համակարգն, որ եղել է նախնական բոլոր ազգերի, ժողովների եւ այլ նախնական լեզու։ Եղել է մի ընդհանուր նախնական լեզու, հետագայում մարդիկ, որ սկսել են արդեն ինքնահոսի ապրել, այսինքն կողմնակի քաղաքակրթության, ավելի բարձր քաղաքակրթության կողմից հսկողություն չի եղել, այսպես ասենք, արդեն մարդիկ սկսել են բազմանալ, ինքնահոսի ապրել, սկսել են առանձին խմբերով առանձնանալ, դե այն ժամանակ մարդկությունը շատ չի եղել, այդ շփումները մեծ չեն եղել մարդկանց խմբերի մեջ։ Ասենք այդ նույն նոստատիկ նախնական լեզուն սկսել է մի խմբի մոտ մի այդ ձևի զարգանել են, մյուս խմբի մոտ մեկ այդ ձև ու առաջացել են այս ժամանակակից լեզուների նախալեզուները, նախնական, ասենք, նախաեվրոպական, նախաալթայյան, նախաճգեն խմբերը, բայց ուղղակի այսպես որ ասեցիք տրվել է, ես հիմա պատկերացնում եմ որ տրամաբանորեն հաջորդ հարցը, որ բոլորի մոտ երևի կծակի, ում կողմից է տրվել, դա ով է տրվել։ Դե տարբեր նորից այդ հարցերի պատասխանները պետք է փնտրենք կրոնական ուրեմն տեքստերի մեջ, որտեղ հին շատ հին ժամանակներին վերաբերող ինֆորմացիան ցավոք սրտի ուղիղ իմաստով մարդիկ չեն դերել, որովհետև այն ժամանակվա մարդկանց մտածողությունը էր այդ կերպ չի կարելի ասենք բանանել, քննադատել թե ինչի դրանք ամեն ինչ կրոնական այլաբանող են, կրոնական լեզվով ասենք, բայց երբ որ բոլոր այդ քաղաքակրթությունների կրոնական համակարգերը ուսումնասիրում ենք, այնտեղ մի բարձ բանի առաջ ենք կանգնում, որ մարդը դա էվոլյուցիայի արդյունք չի, այո, էվոլյուցիա լինում է, բայց էվոլյուցիան լինում է միայն տեսակների մեջ, այսինքն, ոնց ասեմ, ոչ միայն մարդը, ամբողջ բնությունը, երբ որ ասենք այդ էվոլյուցիոն տեսությունը, որ մտցրեցին իմ այլ ինչեր հիմա դրա վրա են հիմնականում կառուցում տվել, դա կեղծ գիտություն է, եթե ընծուղտի հեռավոր նախնու վիզը կարճ է եղել, ինքը միշտ վիզը երկարեցել է, որ տերևներ ուտի, էվոլյուցիայի արդյունքում իր վիզը կամաց-կամաց սկսել է երկարել։ Լավ չէ, դա ուրիշ հարց է, ես կարամ եզրակացնել, որ դուք նաև այն տեսության կողմնակիցն եք, որ նաև ես եմ դրա կողմնակիցը, որ իզնաչալն այդ կյանքը իմպորտացվել, բերվել է ինչ-ինչ ճանապարհներով մեջ մոլորակ, ոչ թե ուրիշ մոլորակներից, թե ինչ Չէ՞։ Հետո խառնվել է եւ էվոլյուցիայի ենթարկվել։ Ну ասեմ, ներողություն, 2 միլիոն տարի առաջ մարդու եւ շիմպանզեի նախնի նույն կենդանին էր։ Շիմպանզեն մինչեւ հիմա նույն շիմպանզեն, այսինքն 1.5 միլիոն տարի առաջվա շիմպանզեն այսօր նույն շիմպանզեն, ոչ մի բան չի փոխվել, բայց մարդը միանգամից կտրուկ զարգացում ապրեց։ Այդպեսի բան չէ կարա, ես ինչի եմ ուզում օրինակը բանալեցի, որ կարող էր էվոլյուցիայի ընթացքում ասենք մարդու ոտերը երկար էր կամ կարճանալ, կամ ականջները մեծանալ փոքրանալ, բայց ուղեղը
այնպես որ փոխվեց իտալիություն չի դա չէ կարող ունենալ ընդհանրապես այդ շատ կարճ ժամանակ չի հետևանքներ դա որովհետև մարդը արհեստականորեն շիմպանզեի բազայի վրա ստեղծված մենք էակներ ենք դա կոչվում է պալեոկոնտակտի տեսություն եմ ասում այսինքն նույն ժամանակներում կոնտակտը տեղի ունեցել այլ տարածաժամանակային քաղաքակրթության եւ մեր բնության հետ եւ նրանք ուրեմն ստեղծել են մարդ արարածին Այդ մարդը որպես էքսպերիմենտ, հա? Ես չեմ կարող նրանց ուղերձների մեջ մտնեմ, թե դա ուղղակի էքսպերիմենտ էր, հետաքրքրությունից եկած։ Հիմա ինչքան հարցեր կծագեն ուսողների։ Իհարկե հարցեր կծագեն, բայց դա ես չեմ կարծում, թե ուղղակի էքսպերիմենտ էր, որովհետև նրանք ստեղծեցին մի արարած, որի մեջ սկսեց ապրել հոգի, որովհետև նախամարդը, որը որ կապիկից չէ տարբեր, դրա մեջ ընդհանրապես շունչ հոգի է, բայց ոչ մարդու հոգի։ Հիմա նաև նրանք մարդուն տվեցին այդ կոդային համակարգը, որպեսզի մարդիկ միմյանց հետ կոմունիկացվեն, շփվեն։ Ստացվում փաստորեն ամեն ինչն են տվել։ Ամեն ինչն է։ Բայց գիտելիքներ տալու մասին է բոլոր կենոնական համակարգերի մասին է, որ գիտելիքը մեզ վերուստ ատելու։ Դե համար ոչ բոլորն են տիրապետել, սկզբից միայն ընտրյալպես քուրմերը, ոնց ասած, հետո իրենք փոխանցել են կամ չեն փոխանցել։ Սկզբից մարդկանց ստեղծեցին այնպիսին, որպեսզի դրանք ի վիճակի լինեն հասկանալ, բայց այդ մարդկանց մեջ էլ շերտավորումներ կան։ Այսինքն կան ավելի հոգևոր մարդիկ, կան եւ դրա համար այդ կաստաների համակարգի, դասակարգերի համակարգ այդ կրմական դասը, որ հոգևոր դասն էր, նա ավելի ունակ էր ընկալելու այդ ամեն ինչը եւ բացատրելու, դրա համար ճիշտ հասարակություններում, այն հասարակությունները, որոնք որ դեգրադացիա չեն ապրում, այլ ընդհանրապես զարգանում են, դա նրանից է, որ այդ հասարակություններում այդ ստրուկտուրան պահպանվում է, այսինքն հասարակության բուգի գագաթին գտնվում են հոգևոր մարդիկ, խելացի մարդիկ։ Նրանից հետո գալիս է ռազմիկների պայքարողների դասակարգը, հետո նոր ասենք վաճառականներ, ռամիկներ, հողագործներ նրանց հետո ավելի ցածր են դիտները դրանց շուռային ասում ստրուկներ եւ այլն որոնց ուղեղի ուրեմն կարողությունները այնքան սահմանափակ է որ այդ մարդիկ ընդհանրապես պետք է ենթարկվեն եւ աշխատեն ֆիզիկապես իսկ քանի որ մեր հասարակությունների նման հասարակությունները դեգրադացիա են ապրում դա ցույց է տալիս, որ մեր մոտ այդ ստրուկտուրան, այդ ճիշտ ստրուկտուրան հակառակն է, այն ներքևի մարդիկ, այսինքն տականքը, տականք բառը դա է նշանակում, որ տակի մարդը, այդ տակ բարձ է, տականքը բարձրացել է վերև, զարդել է այդ վերևի հոգևոր մարդկանց տեղը և այդ տականքը ղեկավարում է, իսկ տականքը ի վիճակի չէ, ապրիորի նա ի վիճակի չէ երկրի ղեկավարել, նա լավագույն դեպքում կարող է պետությունը վերածել ավազատապետություն, այն ինչ որ մենք ունենք հիմա։ Ինչն լավ է, դա մի երկրում չի դրանցել, դա ամբողջ աշխարհում ա եղել ու իրանք այսպես խումբով օբշիստով ղեկավարում են եւ բոլոր աշխարհը։ Ցավոք սրտի արի, ես լավ համաձայն եմ, հիմա ցավոք սրտի դա գլոբալ մասշտաբներ է, որ այն մարդիկ, որոնք որ պետք է լինեն վերևում, այդ մարդիկ վերևում չեն։ Վերևում են այդպես այնպիսի մարդիկ, որոնք որ իրավունք չունեն։ Չէ, նկատել խելացի մարդկանց շատ ճանապարհ չեն տալու։ Պետք է ամենամեծ փոստերում մարդ, որը մի քիչ տուպոյոտ է, որ չհասկանա ինչ համար են իրան այս կամ այն հրահանգը տալու։ Ասեմ ավելին, Մարինե ջան, հիմա աշխարհում այն տենդենսն է, որ ընդհանրապես նորմալ մարդ լինելը արգելվում է։ Այնպիսի օրենքներ են, այնպիսի բաներ են ձևավորվում, նորմալ մարդ, ասենք նորմալ բաներից խոսած ճշմարտությունը բացատրելիս Վերջ, քրեական գործը կսարքին գրքի պապեր, որտեղ կտենա, որ վտանգ է սա ներկայացնում, այսինքն սա մարդկանց աչքերը կարող է բացի։ Ես իմ փորձից եմ ասում, Գերմանիայում շատ ֆիրմաներում եմ աշխատել, ես հասկացա, որ ինչքան խելացի, որտեղ որի մոտ խելացի ստացվել է, ցույց եմ տվել ու ես ինձ անձգով մտածել եմ, որ հիմա կքննադեմ, զգացել եմ, չէ, ինձ ասում եմ, պետք չի մեզ տենց բան։ Պետք չի, իհարկե պետք չի, որտեղ դու կարող ես դառնալ արդեն խանգարող, խանգարման։ Հա, որտեղ ես ամեն մի բան նկատար չեմ անց, ես հարցեր կտամ, չէ, ես չէ։ Իսկ հիմա ոնց է, կատու ծառայությունները հավաքագրում են մարդկանց, ջահել տարիքից արդեն իրենք սելեկցիան անում են այդ բաների։ Տեսնում եմ, որ ես ջահելը, ասենք, ճիշտ է, որը մի քիչ աշխատում է, բայց ինքս կոր արարած է, ինքս հպություններ չունի, եւ ասում են մեր կադրնա։ Դրան հավաքագրում են,
Դրան պատրաստում են, հետո դրան դասում են ղեկավար։ Դե միջինը լելը տուպոչ է։ Այնքան էլի որ կարելա ինչ-որ բան կարելի, բայց այնքան շատ չլինի, որ չհասկանա ինչի համար է դա։ Որ ուղղակի աշխատում է։ Այդ միջինը, որ մտավոր միջունակություններ ունի, բայց բարոյապես ինքը պետք է այդպեսին լինի, որ ծախու անձնավորություն, անունյութի, անուշահի Ամենքան տուպոն որ չհասկանա, որ դա ամեն ինչի ծախվածություն է, վատ բան է, ինքը կարող է հասկանա միջև թե լավ բան է անում, լավ բան է կատարվում։ Այդ տիպի մարդկանց համար լավ բանը ինչ-որ իր անձնական շահից է բխում, դա իր համար լավ է։ Այսինքն այն ինչ-որ մեր համար դավաճանություն է, մարդկանց համար ու բան է։ Նրանք չեն հասկանում, եթե մարդուն ասես, գիտես ինչ, դու հայրենիք ես դավաճանում, մի քիչ մտքի մեջ կմտածես, ապուշն է, որ ինչ հայրենիք է, ինչ բան է։ Չհասկանալով, իրոք չհասկանալ, դրանց մասին է խոսքը։ Հիմա այդ կոդերը, որ տվել են այդ լեզուն, էլի շեղվեցի, այդ կոդերը պատահական չեն, դրանք թվեր են, այդ բառերը պատահական բառեր չեն, դրանք բոլորը թվեր են, իսկ այդ թվերը երբ բացում ես, դրանք բանաձևեր են, թվեր են, դրանք ամբողջ մեր եզերքի կառուցվածքի մասն է։ Տեսել եք այդ լոգիկան։ Հա, իհարկե, ես բացել եմ, տեսել եմ, ես օրինակ հայերեն բառն ու կոն բառը, ասենք, կոնը եւ կոն։ Ես բացել եմ կոնը եւ բուրգը եւ դրանց երկրաշապական են տարբերություն են թիրով, այդ նույն բառերով, այդ նույն բանաձևումները բացելով ես այդ տարբերությունը ասենք զարմանալով բան, բայց նույն երկրաշապական այդ բաները այսինքն մեր բառերի մեջ թաքնված է այնքան ինֆորմացիա, որ մարդիկ դերնուքն են, մարդիկ դեղակ չեն, այդ փորձերը ես ասել եմ, օրինակ հրյաները կաբալային բանը ագին խորացել են այդ իմաստով, կամ ասենք հույները ունեն, հնդիկները ունեն, բոլորին դրա համար ես ասեցի ոնց կարող բոլոր հին մշակույթներ ունեն, ոնց կարող հայերենը չլինենա։ Եվ սկսեցի հետաքրքրվել մեր Մեսրոպյան Արբենով այդ տարերը թվերը վերածել բառման, ուրիշ լեզուների բացել այդ կանոնները բերեցի մեր հայկականի վրա իրարեցի, տեսա որ չէ։ Եվ հրյաները, եւ հույները, եւ մյուսները բոլորը շատ սահմանափակ են, հարաբերություններ ունեն, ի տարբերություններ, որտեղ հայերենն է ամենա այդ բանի մոտը, նախալեզվին մոտ։ Օրինակ սա աշխարհը navigation սարքել չէ, ասում որ նավ բառից է, չէ՞, հենց նավ, իսկ նավը ինչ է, նավը հենց կակաս նավի համար ամենակարևոր կողմնորոշումն է, չէ՞, որ navigation բառը նավ բառից է։ Ու դա մի օրինակն է, չէ՞։ Հռոմի Պոլիեզեի օրինակ այնպես էին սարքել, որ ներքևի մասը ջուր էին լցնում, փոքրիկ լիճ է ստացվում, հետո փոքր նավերով գլադիատորների բերում ու կռվում են այդ վրա, իսկ այդ ներկայացումը նավը մախիա է կոչվում, մախիա մտարիվա այնպես նավը հայերեն նավն է, որ իրենց լատիներենով նավը ուրիշ կամ ասենք բայց ոչ է չունի նավ արմատը նավ արմատ մենակ հայերենի կա, կամ ասենք հարկոնավորները, այնտեղ բացում ես բառարանները ինչ է նշանակում գրած է, հին հունարենով դա արաբ նավավարներ է նշանակում։ Բայց ձուկը, մեր ձուկը, սաղ այդ կաթոլիկ եկեղեցու այդ բանտերքարտները դագոն, մին աստվածության դագոն ձնը, ձուկն է, ձկան այո, պատական չի չեվա եպիսկոպոսների գլխարկը ձկան գլխարկը։ Բայց դագոն աստված, իսկ դագոնը ձուկն է։ Այո, արգոնավորները, ինչի եմ արգոնավորները իշեցի, որ ասենք ես բացեցի նայեցի, հունարեն և նավը լրիվ ուրիշ բառ է և բանը, արագն էլ ուրիշ, այս դեպքում արագ… Շիֆ գերմաները, չկա նավ։ Նավ չկա, ոչ էլ հունարեն, բայց որ կարդում ես ասում են դա հունարեն, այն դա հունարեն չէ, արգո է, հայերեն արագ բառն է, նավն է նավն է։ Արգո արագ։ Արագ է, որտեղ իրեն գիտեն, որ դա արագ նավավարել բառն է, բայց չեն գրում, որտեղ դա տաբու է։ Բոլոր ինչ վերաբերում է Հայաստանի ժողովրդի շրջանին, լավագույն դեպքում կարող ասել լոբի կանխելու է ամեն ինչը հենց մեկ սկսի դրա մասին իրենք ասեն մի ասա հայկական որտեղ դա կրուզի ամբողջ սիստեման ասում են ասա դա հունարեն ասա Անատոլիայում հիմա այդ բառը մոգոներ Անատոլիայում գտնվել չեն ասում Հայաստանում գտնվեց այդ արտեֆակտը չէ Անատոլիայում գտան Եթե մեր պորտասարը կարա գոբեկի կլիպի, պորտասարս ոչ միտեղ չհնչեցվի Իդեպ պորտասարը, եթե իշեցիք, ասեմ, որ շատ փոքր մաս են բացել
այդտեղ կիլոմետրերով ու ռադիո աստղաջրային անալիզը ցույց է տվել, որ այդ կոթողները առնվազն 12-ից 13,000 տարի մինչև 10-30 հնություն ունեն, այսինքն այնքան այն ակադեմիական գիտությունը ասում է, որ այդ ժամանակ մարդիկ վայրենի են, հավաքչարությամբ են զբաղվում, ոչ շենքերկառուցել գիտեն, ոչ բան, ոչ հող մշակել գիտեն, բայց հավիտես, որ բացվել է մի բան, հարթականդակներով գեղեցիկ ինչ-որ շարված, եւ մի փոքր մասն են բացել, պարզվում է 30-40 կիլոմետր, որ մասը որ փորում են, նորից դուրս է գալիս, այսինքն դա հսկայական մեգապոլիս է եղել, որ ասենք նույնիսկ 1000 տարի առաջ այդ ձևի մեգապոլիսներ չեն եղել, իսկ դա եղել է 12,000 տարի առաջ, ու այսինքն այն ժամանակ ավելի շատ մարդկություն է եղել, ավելի ցիվիլիզացիան ավելի տաց վիճակում է եղել, քան թե ասենք մի 2,000 տարի առաջ, այսինքն այս սպիրալաձև է մարդկային ցիվիլիզացիան միշտ մի պահ ինչ-որ անկում ապրել, նորից բերել կապրել եւ այլն։ Այդ նախաջրեղեղյան, այ Մեսոպյան այգուբենը, որ ասում են Մեսոպ Մաշտոցը, դա մեր եկեղեցու մեծ բանն է, Մաշտոց մաստեր բառն է, չէ՞, մաստեր։ Իդեպ ասեմ, Մաշտոց դերքեր կա, եղել են այդ Մաշտոցներ, նույնիսկ տեղեկություններ կան, որ մեր հետանոսական տաճարներում է դերքեր կոչվել են Մաշտոցները, բայց հետո քրիստոնեության ընթացքում հիմա Մաշտոց դերքերը այն դերքերն են, որոնք որ քրիստոնեական բոնացույցն է մեջը դրած են, մոտավորապես դա։ Այդ ընչունային կոդերը, այսինքն մարդիկ էլի, օրինակ կապիկները կամ դելֆինները կամ մյուս կենդանիները բացակայ, նրանք իրար հետ էլի կոմունիկացիայի մեջ են, այսինքն ոտաբաղ ինչ-որ ձայներ են անում եւ նրանք այդ ձայներով կողմնորոշում են, այսինքն պրիմիտիվ լեզու ունեն, մարդիկ նույնպես ունեցել են պրիմիտիվ լեզու, բայց այն ինչ որ տվել է մարդկանց, դա լրիվ հզոր, դա համակարգ է, շիֆրների համակարգ, կոդային համակարգ, որի մեջ խախտված է ամբողջ եզերքի մասին ճշմարտությունը, մարդու մասին ճշմարտությունը եւ այլն եւ այլն։ Եվ մենք հիմա արդեն տեղափոխում ենք այն դարաշրջան, երբ որ այդ ամեն ինչ կամաց-կամաց բացվում է ջրի երեսով։ Միջազգային հա, ես եմ ասում, ինֆորմացիա ինչ-ինչ ձևով, ինչ-ինչ պատճառով, ինչ-որ բում է ինֆորմացիա։ Չնայած որ ամեն ինչ փորձում են արգելել, նորից եմ ասում, հիմա շատեր ասում են, դե ժողովրդավարության դարաշրջանում են կապնում խոսքի ազատ Ժողովուրդ ջան, խոսքի ազատություն չկա, դա զարզագելու ազատություն։ Եթե դու զարզագում ես, քամիցի, ինչքան ուզում ես զարզագի, ինչքան ուզում ես դիմադրություններ դուրս տուր, դա նրանց ձև է տալիս այդ աշխարհի զորներին։ Այո, նրանք կարա սխալությամբ տան, ամբողջ լսարան, նման են թողնում լիքը։ Նրանք թողում են, որ այդ զարզագես։ Շատ կարևոր է այս բազմազանության մեջ հենց ճիշտ խոսողի դուրը բանը ընկնել, հա, լսարանը լսողին ընտրել։ Խոսողին խոսքը ասում է դեզի մեջ ասելը պետք է գտնես, որտեղ այդ դեզը դա այդ սուտն է, սուտը շատ է։ Կամ հիմա նկատել եք, վերջերս շատ լիքը բլոգերներ են հայտարարել, իրանք սկզբից լսում են շատ ճիշտ, շատ լավ բաներ են ասում, տանում, մատս ճիշտ է, արդեն ապացուցա ճիշտ, ինչի համար են թողնում, որ իրանք դա անեն, որ վերջում տանեն 89%-ը ճիշտ ասեն, վերջում են վերջի 10%-ի համար, որ մինեց էշություն ասեն, բայց պետք է հետավանել, որ հիմա մարդիկ գնան, ասեն վերջում, բայց երկիրը դապուստիմ հարթա, պլոսկի է, մարդիկ հավատացին այդ հիմարությանը, չէ, բայց ինքը սկսել են ճիշտ բանել, ու շատերն են սկսում են ճիշտ ինֆորմացիայով, վերագնալով ուզես տանեն, էլի։ Դա մշակված տեխնոլոգիա է, դոկտոր Գեբելսն է դրա մասին շատ լավել էր ժամանակին, որ սուտը եթե ուզում ես անպայման սուտը եթե ուզում ես հասցնես մարդկանց անպայման պետք է ճշտի շաղախով սկսես ճշտից, եւ դու շաղախում ես ճշտի հետ, ուրեմն պսևդոգիտական երանգես տալիս, ուրեմն ահա մարդիկ շատերը հավատում են։ Բայց լիտրներ Թրամփը բանը ինչ էին պահում քանի տարի իրանց չէ, որպես հերոս ինքը ուրիշ այսքան 5-6 տարի բայդենվա հերոսի իմիջը են ստեղծում, ինչի համար, որ հիմա ինքը գա ու դաբիծանես, հեսա կգա Սավիրա հետո ու թվայինով կոնտրոլներ վստահը կտա, նույն ձևի ուրիշ երկրների հետ, պսևդոտրոյանսկի կոնյ է, ես ինաստանց եմ կոչում ղեկավարները, չէ, ու տեխնոլոգիաներն են, ինձ հետաքրքիր է։
Ոչ են տեսնում։ Մարդկային քաղաքականությունը այդ տեխնոլոգիաները շատ հին են։ Միշտ էլ կիրառվել ուղղակի այսօր քանի որ այս կոմունիկացիոն այս բաները տեխնոլոգիաները շատ թռչկաձև զարգացել են, մարդկանց ուղերձները մանիպուլացնել, ուղերձները կոռեկցիայի ենթարկել շատ ավելի հեշտ է։ Այո, մի քանի հատ բլոգեր են պուսկացանում, զապուսկացանում, խոսա, վերջում բան իրանց ուզածը որ տանեն այդպես։ Կզի դաժե թողում են քրիտիկա անել ամեն ինչ ապարտադիր, իսկ սեն քրիտիկա ողջկացում են, որ սա կարող կուտուտեն, հետո վերջում ահա բայց թվային փողում մեջ ոչ մի բան չկա ժողովուրդը, բայց մի կասի սուրբ հերեսով ու այդ միլիոնանոց աուդիտորիան, որ այդ բլոգերը միշտ մասախ ճիշտ ասելը, կմտածի ալու եթե ինքն ասում, ուրեմն իրոք չկա։ Այդ նույն տեխնոլոգիան է, շատ ուշա պետք է հիմա ում եք լսում, ժողովուրդ չխափնվել, շատ նուրբ է, ինչ է։ Ստեղծեն թվային փողեր, իրական փողը վերացնեն եւ մարդիկ դառնան դա ռոպագանդական են հենց նրանք, ովքեր ինչեւ այդ ամեն ինչքան ուզենան այդ մարդուն այդքան կտան այդ փողից, չուզենան ընդհանրապես կկտրեն այն մարդը, այդ մարդը կփակեն ինչ-մեջ, վզին է։ Դասած կվայրիկները կփակեն ու վերջ, եթե տենան որ այդ մարդը իրական չի պահում, ազատությունը ուզում, ոնց թե ազատություն չէ, որ իրենք հիմա կա գլոբալ ծրագիր, որ պետք է ստեղծվի համընդհանուր համակենտրոնացման ճամբար, ցիֆրավոր թվային ստեղծություն։ Օֆիցիալը դա գշնա CBDC, Central Bank Digital Currency CBDC։ Ոչ մի նորություններում, ոչ մի երկրի օֆիցիալ հեռուստատեսությունում դա չի ասվում, մի սպասեք, որ դες դուրս կգա, ձեռնեկավարը կասի չի ասում։ Բայց դա պարալելն է, թաքուն աշխատում են դրա վրա։ Իսկ որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն, որ մարդիկ sense մեր նման չհասկանան ինչ է կատարվում, հոп միտեղ կռիվ, միտեղ պանդեմիա, միտեղ երկրաշարժ, միտեղ անպայման, ու չեք նկատել, հենց մի քիչ դադարի, մի քիչ հետո նորից կբզեն, որ սկսվի, այդ պետք է որպեսզի ուշադրությունը հիմնականում շեղելու համար է։ Իդեպ ժողովուրդ ջան, իմացեք, որ համակարգի մեջ եղած ընդդիմությունները նույնն է։ Այսինքն նրանք էլ չեն խոսա այդ բաների մասին, քանի որ նրանք էլ համակարգի մեջ են։ Այսինքն այդ ընդդիմությունը պատական մարդիկ չեն, նրանք էլ բոլոր գործակալներ են, որոնք որ հավաքագրված են եւ որոնց շտատն է ընդդիմություն ոնց է կոչվում լիմիտը, որ մի քանի տեղա միշտ նրանց ասում են հերեք մեզ քննադատենք եւ այլն, որ շատ մարդիկ այդ մարդկանց հավատում են, գիտեն թե դրանք իսկապես ժողովրդի համար մտածող մարդիկ են, դնում են դրանց հետևից, բայց նույն հակառակն է տարբերություն։ Արտագաղթատը իրանք դուրս կգան էլի կասեն, դրա մեջ շատ բան չկա, թող լինի թվային փողի, կամ ինչ բան, դա կատարվում։ Կոդային համակարգերի մասին Մարինա ջան, երևի հետո հաղորդաշար կանենք, մանրամասը ես հիմնական կոդերի հետ Դուք պատրաստ եք ձեր գիտելիքները բացել տալ իհարկե լայն ունկնդրին։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր անձամբ Ես հիմա օրինակ տեսել եմ որոշ մարդիկ արդեն կասկածի տակ են դնում այդ ուրախ տերերը նշված է, որ ուրախ տերերը, որ իբր թե մեր հայկական այդ արձանագրությունները, որ իբր թե կարդացել են Պետրովսկին եւ Դիակոնովի տան ժամանակ։ Այսինքն ինչ է կարդաց։ Իհարկե չէ, նրանք հենց սխալ ձևի կարդացին եւ հիմա արդեն ես նկատել եմ, որ հայրականության մեջ գտնվել են գիտնականներ, որոնք արդեն նույնպես կասկածի, բայց այդ առաջին մարդը ես եմ եղել, որ ինչ են կասկածի տակ։ Որ դա սխալ է կարդացվել այդ արձանագրությունները։ Ես առաջին մարդն եմ եղել, որ ասել եմ, որ դրանք սխալ է, որ մեր աստվածները անները այս ձև չեն ընձևեն, մեր թագավորների անունները, քաղաքների անունները այս ձև չեն ընձևեն եւ այլն։ Հիմա օրինակ մարդիկ կան, որ ասում են, այն ինչ որ ես եմ ասում, բայց իմ անունը չեն տալիս, որ ես եմ առաջին այդ բանի մասին խոսել հայ իրականության մեջ, բայց իմ անունը չեն տալիս, դե կամլիցի, ես ուրախ եմ, կարևորը մարդիկ արդեն հասկացել են դա որոշ մարդիկ, արդեն պրոցեսը դնաց։ Իմ անունը թող չտան, ես դրանից չեմ ներանում, բայց չեմ զգում, կամ նույն իմ համար Մարինա ջան, իմ անձը ընդհանրապես ես Այո, ճշմարտությունը չէ։ Այո, ճշմարտությունը, այո, թող ճշմարտության մասին խոսան, թե կասեն դատորոսն առաջան ասել դրա մասին, դա կարևոր չէ։ Խոսքը ես կանա կարծում եմ ես համար։ Այսքանը մի բան պայմանավորվենք անհրաժեշտ որ դուք ձեր գիտելիքները այդ ինչ որ դուք եք բացահայտեք քիչ-քիչ թեկուզ փոքր դոզաներով բացենք, եթե պետք է sense նագրատնոթի բանով ցույց տալ, որ ես գտնում դա շատ կարևոր է, չգիտեմ, իսկ ուսուցիչներին էլ է հետաքրքիր։ Այս դրաման էլ այդ YouTube-ան ալիքը մենք կոչել ենք էթնոպորտալ, որովհետև մենք կարծում ենք, որ էթնո գիտելիքը, էթնո վերածնունդը հիմա մեր այն զենքն է, ինչով մենք կարող դիմակայենք այդ գլոբալիզացիայի մարտահրավերին աշխարհում։ Միայն
մարդ իր էթնիկական արմատները ճանաչելով, գիտելիքները վեր ծանելով կարա ինչ-որ մի կերպ դիմադրի այդ ամեն ինչին, ինչ կատարվում անի, դա քաղաքացիանը համաշխարհային գլոբալիզացման դրամը մեր հենց էթնոպորտալի, հենց հաղորդումների համար դուք քիչ-քիչ որ բացեք, ինչ որ դուք եք, դա ինձ շատ հետաքրքիր դրվում, չգիտեմ։ Այո, Ես շնորհակալություն։ ես եմ շնորհակալ։